Հետևորդներ, դիտորդներ, ձեզ հետ Սովին Արվեդայական թվահոգեբան և տարոլոգն է։ Այսօր ես որոշեցի ձեզ հետ խոսել մի հետաքրքիր թեմայից, որը կապ ունի ռուսերեն ասում են որը կապ ունի մատերիա բառի հետ, դա նյութ է կոչվում։ Մի փոքր խորը ես այս մասին ձեզ հետ կխոսեմ, որովհետև ինքը շատ կարևոր թեմա է։ Ընդհանրապես ինչ է կոչվում մատերիա, դա հայերեն նյութ է կոչվում, որը փիլիսոփայական և գիտական հասկացություն է, որն ունի մի քանի հիմնական, ասում են, նշանակություն։ Ընդհանրապես ընդհանուր իմաստով այստեղ նյութը, հենց ինքը մատերիան, կարող է նշանակել իրականության հիմքը, այսինքն այն ամենը, ինչ գոյություն ունի տարածության և ժամանակի մեջ, ինչը ունի քաշ, օրինակ, ծավալ, կամ կարող է ազդել այլ մարմինների վրա։ Տելեկինեզ, ես կարծում եմ դուք լսած կլինեք, տելեկինեզը ինքը հենց այդ իրերի հետ կապված է, որտեղ որ էներգետիկ դաշտով մարդը կարող է ազդել, Ընդհանրապես գիտական իմաստներով ասում են, որ նյութը, այսինքն մատերիան համարվում է ամեն ինչի նյութական հիմքը։ Այսինքն այն կարող է կազմված լինել տարբեր ատոմներից, մոլեկուլներից, ատոմային մասնիկներից, օրինակ էլեկտրոն, պրոտոն, նեյրոն և այլն, լսած կլինեք։ Օրինակ բերեմ ջուրը, քարերը, որ մենք օգտագործում ենք, ասում ենք կենդանիները, մարմինները, սրանք նյութական բաներ են, այսպես են ասում։ Իսկ փիլիսոփայական իմաստով նյութը, մատերիան ասում են, որ ընկալվել է որպես բնության առաջին սկզբունք, այսինքն այն, ինչ անկախ է մարդու գիտակցությունից, բայց հասկացվում է մեր զգայարանների և գիտակցական արտացոլման միջոցով, այսինքն մատերիալիզմում նյութապաշտությունը հենց ինքը նյութը դիտվում է որպես առաջնային, իսկ գիտակցությունը դա ասում են երկրորդային, Այսինքն ստեղ ինչ է պարզվում, որ գիտակցությունը ծնվում է նյութից ուղեղի աշխատանքի արդյունքը, դա կարող է լինել։ Իսկ իդեալիզմումը դա հակառակն է, նյութը կարող է դիտվի որպես գիտակցության արտահայտում կամ միգուցե արդյունք։ Ընդհանրապես ժամանակակից դիտանկյուններից, որ նայում ենք, նյութը կարելի է դիտարկել նաև որպես էներգիայի մի ձև, ըստ Ալբերտ Էյնշտեյնի, որտեղ ե-ն ասում են հավասար է mc2-ի։ Եվ այստեղ հակադրվում է դատարկությունը կամ հոգում ոչ նյութական էությունը։ Ասեմ, որ ինքը, նյութը, նյութականը, դա հասկացվում է մատերիան, որպես հոգևոր, էզոթերիկ և միստիկական տեսանկյունից։ Մատերիան որպես աստիճանային, օրինակ դրսևորում հոգևորից տեսանկյունից, եկեք նայենք։ Էզոթերիկ ուսմունքներում սովորաբար ընդունվում է, որ ողջ գոյությունն ունի հիերարխիկ կառուցվածք, որտեղ կարող է բարձրագույն աստիճանը, այսինքն դա հոգևոր էներգիան լինի, այսինքն ինչ է դա նշանակում, սուրբ, սուրբ լույսի հետ կապ ունի, աստվածային սերմ, իսկ ամենացածերը դա խտացրական նյութը, այսինքն մատերիան է, մարդիկ, որ կարճում են նյութականից։ Ստեղ հոգին էներգիա կամ աուրա, պրանաքի են ասում, իսկ գայական աշխարհը սուբտիլ դաշտեր են ասում, իսկ նյութական մարմինը դա նյութական աշխարհ մատերիան է։ Մատերիան ընդհանրապես դիտվում է որպես աստվածային լույսի խտացրած
դանդաղացրած դրսևորում, հա։ Իսկ մատերիան որպես փորձի դպրոց, այստեղ շատ էզոթերիկ համակարգեր կարող եմ ես ձեզ օրինակ բերել, թեոսոֆիա, հերմետիզմ, լսած կլինեք, գնոստիցիզմ, ասում են, որ այստեղ հոգին իջնում է մատերիա, հա, որպեսի սովորի, փորձ ձեռք բերի, մաքրագործվի, հիշի իր աստվածային ծագումը եւ վերադառնա ավելի բարձր վիբրացիաներ, գիտակից կերպով իհարկե։ Իսկ այս տեսանկյունից ինչ եմ ես տեսնում, որ մատերիան ինքը զուտ խոչընդոտ չի, հա, այլ ծառայող ոլորտ է, որտեղ հոգին կարող է իրականացնել հենց իր էվոլյուցիան, տրանսֆորմացիան։ Մատերիան եւ 4 տարերքները այստեղ շատ կարեւոր են, որովհետեւ էզոթերիկ ուսմունքներում մատերիան կապված է եղել նաեւ տարական կառուցվածքի հետ։ Այսինքն դա հողն է, ամենախիտ ֆիզիկական հիմքը։ Պատահական չի, որ ես այսօր այս լեկցիան ցանկացել եմ տանել, որպեսզի այս մասին խոսեմ, որովհետև ջրի հետ կապված ես վերջում մի երկու բան կասեմ, ինչ ես տեսնում եմ, որպեսզի դուք հասկանաք։ Հենց դրա համար էլ ես այս թեման լեկցիան որոշեցի այսօր կատարել։ Ջուրը դա հաջորդ, հա, ուրեմն մատերիան է, որը կապ ունի հոսունության եւ զգացմունքների հետ։ Եվ չմոռանանք, ինչու եմ ես ասում վերջում ասեմ, որովհետեւ ջուրը մենք երկրի վրա ենք, հա, կանգնած եւ գետնի, հողի շատ մեծ կապ ունի, այ դրա համար։ Օդի տարրն է, որը շարժման հետ կապ ունի մարդու շնչելու եւ կրակը փոխակերպում այն է։ Ես ինձանից օրինակ կբերեմ մի քիչ հետո, որպեսզի հասկանաք։ Էներգիան է այստեղ եւ եթերայինն է, որին ասում են հոգեվոր տար։ Մատերիան այս 4 տարերքների զգայական եւ տեսանելի համադրությունն է։ Իսկ մատերիան որպես պատրանք որ ժամանակ են ասել մայայի, լսած կլինեք, հատկապես Հնդկաստանում և տիբետյան բուդդիզմում, հա, մատերիան երբեմն անվանել են մայա պատրանք, մայան հենց ինքը կոչվում է պատրանք, այսինքն ստեղ նյութական աշխարհը ժամանակավոր է, փոփոխական և իրական չի, որպես վերջնական ճշմարտություն, ստեղ միակ իրականը հոգևոր սկզբունքն է, բայց դա չի նշանակում, հա, որ մատերիան վատն է, պարզապես ստեղ մի աստիճան է ու ստեղ չպետք է մոռանանք նրա անցողիկ բնույթը։ Մատերիան, մի փոքր խոսենք մատերիայից եւ իր կախվածությունից, հա, շատ հին ուսմունքներում էին ասում, որ մատերիան դիտվում է նաեւ որպես փորձություն, այսինքն մարդը կարող է ստրկանալ մատերիային, այսինքն գույք, մարմին, վախեր, հա, օրինակներ եմ բերում, կամ էլ տիրապետել նրան եւ մատերիան կարող է դառնալ հոգեվոր ճանապարհի գործիք։ Այս թեման ընդհանրապես շատ հաճախ կապված է լինում սև եւ սպիտակ, այսպես են ասում, մոգության, բայց այդպիսի բան չկա։ Ինչպես նաեւ գործնական ալքիմիայի հետ, որտեղ նյութականը փոխարինվում է հոգեվորի։ Ընդհանրապես հերմետիզմը ես ձեզ ասացի, որ կապ ունի, ես ուզում եմ մի փոքր այդ համակարգերից էլ խոսել, հերմետիզ, ալքիմիա, վեդա, պապիուսի ուսմունքներից, որպեսզի շատերը մի փոքր գիտելիք ձեռք բերեն։ Մատերիայի հետ աշխատելու հոգևոր ստեղ 4 փուլով է լինում, այսինքն ընդունում ենք մատերիան որպես divine tool, հա, տենց են ասում, այսինքն աստվածային գործիք։ Համաձայն հերմետիկ բանաձևի, այնինչ վերևում է, իմ բառերից մեկն է, այն էլ ներքևում է։ Այսինքն tabula smaragdina անգլերեն։ Մատերիան ներքևի արտահայտումն է վերին հոգևոր պլանի։ Ստեղ գործնական քայլերը որը պետք է լինի, հրաժարվել հոգևոր պառակտումից, մարմինը վատ է, հոգին լավ, մտածողությունից, մարմնի շրջապատի նյութական աշխարհի հետ սկսել, պետք է այստեղ համագործակցել, այլ ոչ թե պայքարել,
Օրինակ եմ բերում, մարմնի խնամքը կարող է դառնալ հոգևոր ակտ, հոգու տաճարը, հա, էկոլոգիապես մարդ պետք է մաքուր լինի, մարմինն էլ իր տաճարը, հա, հոգին եւ իր մարմինը, տաճարը պետք է էկոլոգիապես մաքուր պահի, ոնց որ տան մաքրությունը դառնա հոգևոր մաքրության արտացոլում, հա։ Զտել մատերիան, հա, այսպեսի բառ կա, ալքիմիական ճանապարհով, ալքիմիական։ Ուրեմն ալքիմիայում ընդհանրապես մատերիայի փոխակերպման փուլերը համընկնում են հոգու զտման փուլերի հետ, այսինքն սևացումի, հա, փուլերն եմ ես դες ասում, դա քայքայումն է, խավարը, մեղքերը, հա, մեղքերի ճանաչումը, սպիտակում դա մաքրումն է, լույսը, կարմրում դա վերածննդի միությունն է, օրինակ եմ բերում, պապյուսի հետ կապված, հա, այդքան բոլորս գիտենք։ Նույնպես խորհուրդ է տվել այս փուլերով անցնել նախքան մոգական ուժերին մոտենալը, որովհետև դա բավականին վտանգավոր է։ Ամեն մարդ չի կարող մոգությանը տիրապետել։ Դրա համար խելք պետք է եւ ուժեր, որպեսզի դու ունենաս։ Մարմնի հոգին, միտքը եւ ներդաշնակությունը, հա, վեդիկ յոգից եմ ասում ես սա, այդ ավանդույթից։ Վեդայական ուսմունքը ընդհանրապես բնակվում է մարդու ներսում, հա, ուստի մեր մարմինը, շունչը, մտածմունքը պետք է ներդաշնակ դառնան մեզ հետ միասին, մեր շրջապատում, ոնց որ սրբավայր։ Իսկ գործնական քայլերը, որոնք պետք է լինեն, հոգևոր սուտրաների, մանտրաների միջով մաքրման խոսքը, կայուն մաքուր սնունդ պետք է ուտեն, յոգա պրանայամա են ասում, շունչի և մտքի հսկողություն, տարերքների և մատերիայի վրա վերահսկողություն ձեռք բերելու համար։ Օրինակ եմ բերում, աշխատելով շնչի հետ, շունչը շատ լավ օգնում է, կարող ես ազդել մարմնի և մտքի էներգիաների վրա։ Սա նաև ակունք է, հա, հին մոգության տարերքների կառավարումից։ Ցելեկինեզից, որ ես ասի, դա ես հենց այնպես չասեցի, տարերքների մագիան աշխատանք նյութի փոխակերպման համար այստեղ այս փուլը միշտ հանդիպում է հենց պապյուսի և հերմետիկ ուսմունքներում։ Մատերիան բաղկացած է 4 տարրերից և դրանց գիտակցված կառավարումը թույլ կարող է տալ տիրապետել հենց մատերիային, հա, օրինակ, թեկուզ այս իրին։ Այսինքն, հողը դա մարմինն է, նյութը փողը, ջուրը դա զգացմունքն է, մարդու էմոցիաները, հոսքը, օդը շունչն է մարդու և միտքը, իսկ կրակը մարդու կամքն է և ինչը էներգիան։ Իսկ նյութի հետ աշխատանքը ստեղ ինչա դառնում գիտակցված մոգություն։ Մատերիան ընդհանուր, որ ես ասեմ, ոչ թե խոչընդոտ է, այլ աստվածային դպրոց։ Եթե դուք գիտակցված աշխատեք մատերիայի հետ, պետք է մաքրեք ձեր մարմինը, զգացմունքներ, կապեր, ներդաշնակեցնեք այն հոգու հետ և վերահսկեք այդ տարերքները։ Ստեղ մատերիան կարող է դառնալ սրբագործման միջոց և դուք կարող եք քայլ առ քայլ հոգևոր գիտակցման բարձրագույն ձևերի հասնել, առանց փախչելու իրականությունից։ Ձեր հիմնական նպատակը որն է այս ուղու մեջ ընդհանրապես, հա, որ դուք մաքրեք ձեր կյանքը ու ձեռք բերեք ներքին ուժ, տիրապետեք մոգական ուժերի, հոգևոր աճ պետք է լինի ձեզ մոտ, ինքնաճանաչում, վարպետություն, ուշադրություն պետք է գրավեք ուրիշների վրա և բացեք ձեր նյութական հոսքերը։ Նայեք, ընդհանրապես ես ցանկանում եմ հիմա մի փոքր ինձանից օրինակ բերել, հա, որ իմ մեջ համ ջուրն է, համ ուրեմն կրակը, որպեսզի դուք հասկանաք։
Նայեք, իմ արևը ձկներում է, ես ծնվել եմ մարտի 18-ին, այսինքն ես ջրային նշան եմ, դա ինչի մասին է խոսում, որ ես ունեմ խորը, հենց արևը ձկներում, ինտուիցիա, ունեմ հոգևոր ուժ և երազկերպություն, այսինքն իմ երազները կատարվում են, կատարվող երազներ, ասցիդենտը իմ խոյում է, դա ինչի նշան է, կրակի նշան, խոսում է իմ ակտիվության մասին, նախաձեռնողության և կամքիս ուժի անկախության մասին։ Այս երկուսը, որ համադրում ենք, շատ հզոր է ու շատ եզակի, շատ քիչ է այսպես հանդիպում համ ջուր, համ կրակ։ Ընդհանրապես ձկների արևը ինձ կապում է անտեսանելի աշխարհի հետ, հոգևոր մակարդակների, ինտուիցիայի և նաև բուժման ուժի հետ, որոնցից մեկը կապ ունի հիպնոսի հետ, որոնցից մեկը կապ ունի իմ ձայնի հետ։ Կարծում եմ հասկացաք։ Իսկ իմ ասցիդենտը, որը որ խոյ է, ինձ ինչ է տալիս կամք, գործողություն, իմպուլս, մաքուր կրակ, գործելու և ղեկավարելու առաջ գնալու համար։ Իմ տարերքների նպատակները այս երկու որն են։ Ընդհանրապես իմ մոտ ջրի և կրակի տարերքի համադրությունն է, որը ինձ հուշում է, ոգեղեն աշխարհը բերել նյութական կյանքի մեջ։ Իսկ երկնային ներշնչումը դարձնել կոնկրետ ուժ, ինչին ես տիրապետում եմ, որովհետև ես իծնե ունեմ մոգական հիմք, փոքրուց, ժառանգված, կամքի հրամանատարություն, դա խոյն է, և դա կարելի է վերածել մատերիայի տիրապետման ճանապարհին։ Անձնական ծրագիրը իմ, աստիճանը, մատերիայի զտում և տարերքների արթնացում է իմ, որը պետք է լինի։ Հիմա ես մի քիչ պարզ եմ ձեզ ասում, որպեսզի հասկանաք։ Նայեք, 7 օր մարմնի զտում պետք է լինի։ Այսինքն նպատակը, որը ես պետք է դնեմ, մաքրեմ ներքին արտաքին իմ դաշտը, ինչը ես անում եմ, բացեմ շփումը բոլոր տարերքների հետ։ Վարժությունները դրանք կարող եմ անել ամեն առավոտ 5 րոպե, ես իմ վրա եմ օրինակը բերում, այսինքն լռության մեջ նստում եմ, աչքերս փակում եմ և վիզուալիզացիա եմ անում, ինչը ինձ մոտ շատ ուժեղ է։ Հետո պատկերացնում եմ, թե ինչպես է ոտքերիցս հողը ելնում, որովայնից ջուր, կրծքի տակ, կրակ, ներողություն, և ճակատիցս օդ։ Եվ ես 4 անգամ ասում եմ, ես եմ հողը, ես եմ ջուրը, ես եմ կրակը, ես եմ օդը, ես եմ հավասարակշռությունը։ Իսկ մանտրայի բառերը, ինչը որ ես ձեզ ասեմ, կզարմանաք, դա շատ մի քանի բառեր են, դրանք են օմ, տատ, սատ, այսինքն ողջունում եմ հողին, ջրին, կրակին և օդին։ Կրակի տարերքի արթնացումը իմ ասցիդենտով նպատակն այն է, որ ես պետք է վարժեմ իմ կամքի կենտրոնացումը նյութի վրա ազդելու համար, ինչը տեսել եք, կրակով, որ ես անում եմ, շատ լավ ազդում է, այսինքն մոմը վառում եմ, կամ առավոտյան, կամ մայրամուտին, նայում եմ կրակին և ասում եմ, իմ կամքը հրամայում է մատերիային, ինչ ասեմ պիտի լինի, իմ ներսում տիեզերքի կրակն է, սա զարգացնում է իմ կամքի կենտրոնացումը, որը ցանկացած իմ մոգության հիմքն է, իսկ ջրի տարերքի արթնացումը իմ արևով է, իմ արևը, այսինքն նպատակս իմ էստեղ սուբտիլ է, աշխարհների հետ կապի բացումն է, այսինքն վարժությունը ջրի հետ է կապված հիշողության, գիշերը մի բաժակ ջուր ես կարող եմ դնել քնելու իմ անկողնու մոտ, և վերցնեմ վրան ջրի ասեմ, ջուր հիշիր իմ ցանկությունը, ասա կոնկրետ նպատակը,
լինի կապ իմ ներքին մաքրության հետ։ Ես դա առավոտյան խմում եմ։ Սա իմ հենց ենթագիտակցականը մաքրելու ու նյութի վրա ազդելու ամենանուրբ տեխնիկան է։ Նաև կա շնչի, 4 տարերքներն են, ուրեմն մոգությունը, որը կապված է օդի հետ։ Պրակտիկաները հենց վերլուծական շնչի մասին է, պետք է շնչել խորը, 4 վայրկյան շունչը պահել, 4 վայրկյան հանել եւ հետո 4 վայրկյան այսպես շարունակ։ Կենտրոնանում ես ճակատի վրա, ասելով իմ միտքը հստակ է, ես եմ մտքի տարերքի տերը։ Դա կարող եք անել օրինակ 3-ից 5 շնչառական փուլ։ Ես ասում եմ ինչու ձեզ, որովհետեւ ես 7-ից 10 օր ամեն աճող լուսնի ժամանակ եմ անում, շատ լավ ինձ օգնում է։ Նախ տարերքները պետք է հրավիրել, նյութական իրականությունը, ձևափոխումը, մեթոդները պետք է իմանաք, սա արդեն ես տալիս եմ մոգության դասերի ժամանակ։ Պաշտպանությունը չարդար հոսքերից, մոգական գիրք գրելու անձնական կառուցվածք, ինչու են ասում գրիմ ու ար, դա հենց այն է, ինչ դու գրում ես մեջ։ Ընդհանրապես երկրորդ աստիճանը մատերիայի վրա ազդելու հենց մոգական ազդեցությունը դա տարերքների հրավիրումն է, նյութի վրա հոգևոր հրաման, պաշտպանություն, առաջին մոգական արդյունք ստանալը։ Առաջին տարերքի հրավիրման մոգական շրջանակը դա նպատակը կենտրոնացնում ես քո ներքին ուժերը տարերքների օգնությամբ հենց նյութերի վրա, ազդելու համար։ Դա հենց կոչվում է տիլեկինեզ։ Դա անում են 3 օր, մեկ անգամ հենց լուսնի աճման փուլում, մոմը դնելով քառակուսի վրա հատակին կամ ձեր սրբիչով հյուսիս, այսինքն դա ողն է, դնում եք աղ կամ քար, արևելքը դա օդն է, փետուրը կամ խունկ եք դնում, հարավը դա կրակն է, վառած մոմ կարող եք դնել, իսկ արևմուտքը դա ջուրն է, մի բաժակ ջուր կարող եք դնել։ Այստեղ կանգնում են շրջափակման մեջ շրջանակի, որ հասկանաք, հատուկ բառեր կա, ասում են 3 անգամ պորտալը բացում են, հետո վերջում փակում են, դա պարտադիր է։ Մոգական պաշտպանություն, թեթև մարմին լսած կլինեք, դա էներգետիկ վահանի ձևավորումն է, ուրիշների ազդումից դուրս գալու համար, ով փորձում է ձեր վրա ազդել։ Այստեղ կարող են կանգնել, պատկերացնել սպիտակ լույս, որը շրջապատում է ձեզ ու հատուկ էլի բառեր կա, ու լույսը հենց այդ բառերը, որ ասում եք, պատկերացրեք, որ շարժում եք մտովի, ներքևից վերև կարծես հագնում եք ոսկեգույն ինչ-որ զրա։ Ընդհանրապես այս պրակտիկան մարդու 4-րդ եւ 7-րդ էներգոկենտրոնները բավականին հզորացնում են։ Իսկ նյութի վրա ազդման փորձը դա մոգական առարկայի լիցքավորումն է։ Այսինքն նպատակը այստեղ որը կարելի է անել, քո էներգիան պետք է ներարկես այդ իրի մեջ, որը կարող է մնալ որպես թալիսման կամ կոնկրետ ազդեցության գործիք։ Իսկ այստեղ պրակտիկան կենտրոնացված թալիսմանն է, ընտրում ես մի պարզ իր, խոսքի օրինակ գրիչ, քար կամ ինչ-որ մատանի։ Դնում ես ձեռքիդ մեջ, փակում աչքերդ, կենտրոնացնելով քո մտքերը, այդ մտքի վրա ինչ նպատակ ունես դու խոսքի օրինակ, կատարելու կամ ներգրավելու քո կյանք, կամ եթե պաշտպանության համար եք ցանկանում, հատուկ բառեր կանում եք, եւ սա էլ է, հենց այդ մոգության սկիզբը։ Նաեւ նյութը կարելի է լիցքավորել ոգով, օրինակ առավոտյան են անում, պաշտպանությանը, հատուկ շնչառական ուժ կենտրոններ կան, որը կարող եք անել 5 անգամ, ցերեկը թալիսմանը կարճ
հա, հետը շփվելով ձեր մտքերը, դա կարող եք անել, երեկոյան տարերկների հրավերն է, շրջանակի մեջ ինչպես ասի, իսկ լույսի աճման գիշերը դա մոմային հրամանն է, շարունակական վարժությունների մասին է, որպես խորհուրդ ընդհանրապես շատ մարդիկ կարող են պահել իրենց մոտ մոգական օրագիր, դա վարպետներին է, պրակտիկների մասին է խոսքը, որին ասում են գրիմուար, հա, գրելով մեջը միգուցե իրենց կատարած պրակտիկաները, թե ինչ արդյունքներ են դրանք ձեզ տվել, այդ էներգիաների հետ աշխատելով, ինչ զգացողություններ եք դուք ունեցել։ Եթե խոսքի օրինակ ուզում եք առաջ շարժվել 3 աստիճանին, այստեղ պետք է նշաններ, հա, ի հայտ գային, օրինակ, երազի ակտիվություն, ներքին ազդակների կամ արտաքին համընկնումներ, կամ միգուցե ազդեցություն ինչ-որ իրադարձության վրա, որ դուք կարող եք դա անել, հա, երրորդ աստիճանը նաև կարող է ներառել առարկաները կենդանացնելու մոգությունը, խոսքի վերբալ հրամաններ իրականության վրա, մոգական գրի, սիգիլ, որ ասում են, լսած կլինեք, ստեղծում են նյութի միջոցով գործարկում, իսկ եթե ասում են մատերիա չկա, սա արդեն շատ խոր է և միևնույն ժամանակ բազմաշերտ հարց է։ Ես մի փոքր սպորից կանեմ, որովհետև ինձ համար շատ կասկածելի կլինի, եթե ինչ-որ մարդիկ ասում են մատերիա չկա, հա, ուրեմն իրանք էլ չկա, տենց է դուրս գալի, այս ամեն ինչի դա կարող են ասել գիտական տեսանկյունից, կամ փիլիսոփայական մակարդակներում, հոգևոր միստիկական իմաստով մատերիան ասում են պատրանք է, մայա, դա հիմնականում կարող է գալ հնդկական վեդանտայից, հա, բուդդիզմից կամ գնոստիցիզմից կամ միստիկ ինչ-որ դպրոցներից, որտեղ նյութը իրենք համարում են մայա։ Մայան պատրանք հենց այդպես էլ կոչվում է, այսինքն անցողիկություն, ոչ բնիկ իրականություն, հա։ Այս դեպքում ասում են մատերիա չկա, դա ինչ է նշանակում, այն ինչ մենք տեսնում ենք որպես նյութ, էություն չունի ինքն իրենով։ Իրական իրականությունը դա մաքուր գիտակցությունն է, հոգին և լույսը, այդպես են մտածում։ Օրինակ բերեմ ձեր մարմինը, տունը, փայտը, խոսքի օրինակ քարը, ժամանակավոր և փոփոխական են, բայց կա մի բան, որ դիտում է այս ամենը ներսից, հենց դա է իրականը։ Այսպես կարող եմ ասել, մատերիան կամ ասում են սուտ իրականություն է, կամ խտաձև, խտացած ձև, այսինքն Աստծո մտքի կամ լույսի, իսկ գիտական իմաստով դա քվանտային տեսության հետ է կապված, ինչը ես մի փոքր սկեպտիզմով են նայում, հա, սկեպտիկ, որովհետև ժամանակակից ֆիզիկայում ևս հետաքրքիր հնչողություն ունի այս պնդումը, քվանտային մակարդակում նյութը կարող է կորի, այդպես են ասում, տեսականորեն ոչ մի խիստ նյութական բան չկա, այսինքն ամեն ինչ էներգիայի դաշտեր են, հավանականության ալիքներ, որոնք երբեմն դառնում են մասնիկ։ Այսինքն նյութը տեսանելի երևույթ է, որը գոյություն ունի դիտորդի ներկայությամբ, հա, սա հենց ասվում է քվանտային ֆիզիկայից, այսինքն ոչինչ չկա, մինչև չնայես, հա, դիտորդը նյութ է ստեղծում կամ ինչ է անում, իսկ հերմետիզմ, մոգություն, մատերիան գիտակցության ենթական, հա, ինչ են ասում հերմետիզմում, որ միայն մի բան կա, իրական հոգին, մնացածը նրա ստվերն է, բայց այստեղ մի նրբություն կա, որը պետք է հաշվի առնել, մատերիան գոյություն ունի, բայց նա ծառայում է մարդու հոգուն, այսինքն փոխվում է ըստ մտքի, կամքի, խոսքի, նյութը իրական է որպես փոփոխվող ձև, իսկ ոգին իշխում է մատերիայի վրա, հա, Հերմես Տրիմեգիստոսն է ասել, այսինքն ուրեմն կա մատերիա, թե ոչ, տեսանկյունը, հոգևորը դրանք պատրանքն է,
Քվանտային գիտությունը ֆիզիկականով են այնքան որ ասում որպես, հա, հետազոտել են, մոգության հետ կապված տեղ, այո, ենթարկվում է հենց մարդու գիտակցականին եւ ենթագիտակցականին եւ օրվա մարդուն, որը կա։ Այստեղից ես ինչ եզրակացություն կարող եմ անել, որ եթե դու մոգական հոգևոր ուղիով ես գնում, լավագույն ըմբռնումը սա է. մատերիան ժամանակավոր կերպարանք է Աստծո մտքի, եւ դու հոգի լինելով կարող ես ընկնել նյութի ստրկության կամ տիրապետել նյութին որպես գիտակցված, ոչ թե ոգի, այլ հոգի, ինչպես այդ աղանդավորներն են ասում, իբր թե կենդանիները ոգի են, հոգի չունեն, ուրեմն իրանք են, որ հոգի չունեն, այդ պատճառով մենք չմերժում ենք մատերիան, այլ փոխում ենք մեր վերաբերմունքը նրա նկատմամբ, նրան դարձնելով գործիք ոչ տիրակալ մեզ, հա, սա շատ կարևոր է, նայեք, ընդհանրապես պետք է սովորել տարերքների կախարդական օգտագործումը կոնկրետ նպատակների համար, այսինքն օրինակ առողջության, կապի, հա, փող, պաշտպանություն կամ ուղղակի խորհրդածել իրականության մասին, որ դու այստեղ ես, նույն ժամանակին, նայեք, ես մի հատ լավ խորհուրդ կտամ ձեզ, որպեսզի մեկ-մեկ դուք լավ մանտրաներ անեք, հետաքրքիր, օրինակ օմ տաթ սաթ, ինչ է նշանակում, հա, դա նշանակում է լույս ու ուժ քեզ տիրապետող հոգի։ Մանտրաների ժամանակ մեկ-մեկ ընտրեք գեղեցիկ, հաճելի, ռելաքս երաժշտություն եւ այս բառերը կրկնեք, ինչպես որ ես ասեցի ձեզ, իսկ հիմա ես ավարտելով այս թեման ցանկանում եմ մի փոքր խոսել ձեզ հետ ջրի թեմայից, որը ինձ համար շատ կարևոր է, ջուր է, եւ կարծում եմ ձեզ էլ շատ կհետաքրքրի, ես կարծում եմ այս ամեն ինչը հիմա որ կա, հա, պատերազմները, այս միջուկային զենքերը, որ օգտագործում են, տարերքներից, որ տարերքն է ամենավտանգավորը լինելու, հա, ջուրը, որովհետև այդ ամեն ինչը խառնվում է ջրին, եւ ես այնքան էլ լավ այդ հարցում, հա, պրագնոզ չունեմ, որովհետև ես կհիշեք 25 թվականի համար բոլորիդ ասել էի, որ ջրի հետ էլ է պրոբլեմներ լինելու, թունավորումներ եւ այլն, այո, այդ թունավորումները հենց կապված են լինելու այդքան զենքեր ամբողջ աշխարհում պատերազմներ լինելու ժամանակ օգտագործելով, հա, ես քանի օր է 2 օր կլինի ջուր եմ խմում, ինձ դրա համար էլ թե գալիս է այդպես ինձ ինֆորմացիան, մի տեսակ ոնց որ համ հոտ առնեմ անդուր, համ էլ դուրս неприятный է, ոնց որ մեկը ինձ ասեց ջուրը մի խմի, այդ դրա համար ես որոշեցի այսօր այս մատերիայի թեմայից խոսել, նյութի, հա, եւ նյութականի, եւ ցանկացա որպեսզի տեղեկացնեմ ձեզ ջրի հետ կապված հետագա եկող իրադարձությունների, որովհետև բավականին տարբեր տեսքով կարող է լինի ինֆեկցիաներ եւ այլ, ես խորհուրդ եմ տալիս ջրերը եռացրեք նոր խմեք, որովհետև բավականին վտանգավոր է, սիրելի հետևորդներ, այդքան կրակը, այդքան օդի տարերքը, այդքան հողի տարերքը հիմա վտանգավոր չի, ինչքան ջուրը, որովհետև մենք ներկա պահին ինչ ենք շատ անում, ջուր ենք խմում, մարդը ինչից է բաղկացած չմոռանանք, ջրից, 99% մարդը ջրից
բաղկացած։ Դրա համար շատ վտանգավոր է ջուրը լինելու եւ թունավորումները անպակաս են լինելու։ Դա մոտակա 2 տարին եմ ես ասում, որովհետեւ պետք է շատ ուշադիր լինեք, մանավանդ ընտանիքում, եթե ունեք երեխաներ։ Ուշադիր եղեք, հարգելիներս։ Այս թեման պատահական չէ, ես ընտրել եւ այսօր որոշեցի ձեզ զգուշացնել, որովհետեւ ջրի տարերքը դա ամենավտանգավորն է։ Օդի տարերքը այդքան վտանգավոր չի, ինչքան ջրի տարերքն է վտանգավոր, հա։ Օդը էլի, հա, գիտենք ոնց գալիս են, գնում է, բայց երբ որ զենքն են օգտագործում, այդ ժամանակ ջուրն է վտանգավոր, որտեղ որ մարդիկ կարող է ջուրը օգտագործեն եւ թունավորվեն։ Այդ ինչից է պետք զգոն լինել, ինչի մասին է պետք մտածել, որտեղ այս միջուկային պատերազմները, այս զենքերը այսօրվա ժամանակակից որ օգտագործում են, դրանք ոչ մի լավ բանի մարդկությանը կարող է չբերի, հենց թունավորումների մասին է խոսքը։ Այնպես որ ուշադիր եղեք, սիրելի հետևորդներ, մոտակա 2 տարին, որպեսզի հետևեք ձեր առողջականին, տարբեր ինֆեկցիաներ կարող են ջրի միջոցով գալ, թունավորման տեսքով։ Այնպես որ մի զարմացեք իմ այսպիսի կանխատեսումների վրա։ Ես կամաց-կամաց եմ հասկացնում, կամաց-կամաց պատրաստում եմ։ Իսկ ինչ վերաբերվում է ինձ հարցրել էին Վարդան Ղուկասյանին, ես նրա համար էլի ինձ այսօր շատ են գրել, ինչ եք մտածում, ես կարծում եմ նրա համար ինչ-որ լավ բան պետք է լինի, բայց ինքը ինչքան էլ լավ բան լինի, ինքը պետք է իր ազգոնությունը չկորցնի, որովհետև իր կյանքին իրոք վտանգ է սպառնում, մեծ վտանգ կա։ 9 թվանշանն է, որը որ ես տեսել եմ թվագիտությամբ, 9 թվանշանն ասում է, որ նա հնարավոր է մինչև օգոստոս ամիս դուրս գա, չի բացառվում եւ հուլիս ամսին դուրս գա, հուլիսի 2-ից հետո, բայց զալոգ, տնային կալանք, տիպետ վարիանտ, մնացածը կտեսնենք։ Այսքանով ես ավարտում եմ իմ աշխատանքը, մաղթելով իմ բոլոր հետևորդներին լավ տրամադրություն, մարդիկ քնում են, իսկ ես այսօր ժամերին աշխատում եմ։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ այստեղ ինձ այսօր կստացի իմ մեսենջերում էր, ինչ-որ մեկը գրել էր, ահա, ամիս ամսաթիվ տարեթիվ իմ ընկերուհու չգիտեմ ինչն է մի հատ մեզ մոտ իմ բոլոր կայքերում եւ իմ յութուբյան ալիքում նման բան ես չտեսնեմ, տեղում լիկվիդացնելու եմ, սև ցուցակ եմ գցելու, անգամ չեմ պատասխանելու, իսկ ինձ երբ որ գրել են, ես ինքս լիկվիդացրել եմ, չեզոքացրել եմ եւ հասկացրել եմ, որ այսպիսի մարդկանց ոչ մեկ պարտավոր չի, ես արդեն տրանսֆորմացիա եմ խորը սկսել, իմ տիկտոկյան էջը նոր կոնտենտ է լինելու մոտորերս, լրիվ ջնջել եմ, դուրս եմ եկել, նոր տրանսֆորմացիա արդեն իմ յութուբյան ալիքում քիչ-քիչ բոլորդ նկատում եք, բոլորը նկատել են այսօր իմ տելեգրամյան էջում, դա վատ չի, լրիվ այլ կերպով եմ ես արդեն սկսել աշխատել եւ ամեն ինչ ես անում եմ միայնակ, ես ոչ մեկի վրա հույս չեմ դնում, ես սիրում եմ իմ հույսը ինձ վրա դնել եւ ինքս աշխատել, ջանքեր գործադրել, ջանալ եւ դրանք հետագայում կտան պատուղներ, իսկ ովքեր հարցեր ունեն սովորելու համար, ովքեր հարցեր ունեն կոնսուլտացիայի համար, խնդրեմ, հետհաշվարկները սկսված է, կարող եք դիմել, սովորելու համար, եթե դիմում եք կոնկրետ գրեք, մոգության համար եք դիմել, թվագիտության, թե տարոք հարտերի սովորելու համար, որովհետև միայն գրում են դասընթացով չի, այնտեղ կոնկրետ հակիրճ գրեք, տարոք հարտերի ուսուցման,
դասընթացների համար մոգության, թե վեդայական թվագիտության դասընթացների համար։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։ Լավ եղեք, բարի գիշեր։